Սկսենք։ Սա eyelash curler Dior ֆիրմայի իմ ամենօրյա օգտագործման պարագաներից է։ Գնանք այսօր թե ինչ բեմ կոսմետիկ պայուսակի մեջ։ Պայուսակնիկը Clinique-ա։ Սա Anastasia Beverly Hills-ի ունքերի մատիտն է։ Տարբեր ֆիրմաներ փորձել եմ, ինձ ամենաշատը Anastasia-ն է դուր գալիս այս ունքերի պահով եւ նույն ֆիրմայի ունքերի գելն է, իրանց ամենաուժեղ ֆիքսացիան ունեցող գելն է սա եւ անգույն։ Ես անգույն եմ սիրում օգտագործել։ Մի բան եմ տեսնում նորից աչքերի հետ կապված eyeliner ու այս երեքը իրականում հիմա նայում եմ ու հասկանում եմ, որ ամենակարևոր երևի կոմբոներից է ինձ համար։ Այս eyeliner-ը Lancome-ի շատ լավն է ու ես միայն սրանով գիտեմ eyeliner քսել, ուրիշ ձև չգիտեմ։ Այս Charlotte Tilbury փոքրիկ դիմափոշին է, ընդհանրապես կոսմետիկ պայուսակի համար սիրում եմ մինիներ օգտագործել, որ ծանր չլինի ու շատ տեղ չգրավի։ Օրինակ սա էլի շատ հարմար է, թե ճամփորդական, թե պայուսակի մեջ միշտ ունենալու համար։ Եվ ես քանի որ առօրյայում foundation չեմ օգտագործում ու կախված եղանակից եւ այլն մաշկը կարող է փայլել, քրտնել, այս շատ լավ է, որովհետեւ փայլերը արագ կարող եմ փակել։ Սա Solid պարֆյում է, Fragonard ֆիրմայի եւ վանիլային հոտով, կարող եմ այստեղ անել կամ այստեղ YSL-ի կարմիր liquid շրթներ։ Նորից նույն սկզբունքով մինի տարբերակ։ Կարմիր մատիտ շուրթերի Charlotte Tilbury իմ ամենասիրած beauty brand-երից է եւ գույնը Kiss and Tell, եթե հետաքրքիր է։ Մի ուրիշ շուրթերի մատիտ NARS nude ավելի երանգի մեջ, հենց հիմա իմ շուրթերին սա է։ Finish-ը մատ է, բայց քսվում է սատինի պես շատ փափուկ, շատ հետաքրքիր ֆորմուլա է, բայց վերջում finish-ը մատ է։ Ես սիրում եմ մատ։ Այտենց Essence փոքրիկ Sisley-ից հոտա L'Orevé։ Այս մեկը Dicard, ես այդքան էլ չեմ սիրում։ Dubert-ն են, այդ մեկը ինձ ավելի դուր գալիս, բայց դա sense փոքրիկ պրոբնիկ տարբերակները սիրում եմ էլի գցել կոսմետիկաների մեջ։ Ու վերջում նաև այս շուրթերի խոնավեցնող lip balm պեպտիդներով հարուստ։ Այսքանն էր իմ կոսմետիկ պայուսակի մեջ, հետ լցնենք ամեն ինչ։ Կարող եք մեկնաբանություններում ասել, essence beauty ֆորմատի մեջ ուրիշ բան ուզում եք նկարեմ, թե չէ։ Voilà.